Արգել գործընկերներ, համենայն դեպս տեսեք, ես չգիտեմ ինչի է դա կապված, դե տենց ելնում է, որ վերջին շրջանում եւ նամակներ եւ ընդ որում տարբեր տեղերից, տարբեր համայնքներից, որ նույն տեղից էլ ելներ, կասեի աղբյուրը նույնն է, բայց տարբեր խողովակներով, տարբեր համայնքներից այսօրվա նախորդող շրջանի մասին ազդակներ եմ ստանում, ուստեղ պետքա շատ լուրջ զբաղվել, որովհետև ուստեղ պետքա նաև մեխանիզմներ բանանել, մտածել, եթե հնարավոր է օրենսդրական, որ եթե հնարավոր է հետին թվով համայնքային շահը պաշտպանել, այդ թվում հետին թվով համայնքային շահը պաշտպանել, որովհետև իսկականից ես իմանում եմ, որ դեպքեր կան, որ հողի քառակուսի մետրը կարող է վաճառվի 7 դրամով, 15 դրամով, 20 դրամով, կներեք չի կարա այսօր Հայաստանի Հանրապետությունում տենց հող լինի, որի արժեքը լինի 7 դրամ, չի կարա տենց բան լինի, շուկայական, դե կադաստրայինը չգիտեմ, դա ոնց է որոշվում, բայց հետո դա իմանում ենք, երբ որ այդ հողերը շատ արագ հայտնվում են արդեն հանրամատչելի հրապարակային դաշտում այդ գնից 5, 10, 15, 20 անգամ ավելի բարձր գներով, եւ հետեւաբար եկեք որոշենք, ստեղ ինչ անենք, որ կոնկրետ գործողություն տեղի ունենա, համեցեք, պարոն Պետրոսյան։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Անցյալ ամիս մեր ծառայության համապատասխան մասնագիտական ստորաբաժանման վերահսկողության արդյունքում մենք մի քանի մարզերի շուրջ 1 տասնյակ համայնքներում հասանք համայնքային հողերի աճուրդների չեղարկմանը, քանի որ տարեսկզբից ես խնդրի եմ դրել ծառայությունում, որպեսզի մոնիտորինգ անենք համապատասխան իրավակարգավորումներին համապատասխանությունը մի շարք մարզերում եւ ռիսկային համարվող համայնքներում, որտեղ պահանջարկը շատ ավելի բարձր է, եւ մի փաստի, այսպես ասած, հանդիպեցինք, երբ այն դեպքում, երբ հենց հողային օրենսգրքով եւ տարածքային կառավարման մասին օրենքով մարզում համայնքներում համայնքի ղեկավարին վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքների հողային քաղաքականության ուղիղ վերահսկողությունը դրված է մարզպետերի աշխատակազմի վրա եւ մարզպետերի ինստիտուտները այդտեղ ուղիղ լիազորություն ունեն ներգործելու հողային քաղաքականության, այդ թվում նաեւ գնային քաղաքականության գնագոյացման եւ այն հայեցողությունը, որ վերապահված օրենքով տիմերին մարզպետերը այդտեղ իրենց իրավական եւ վարչական վերահսկողության շրջանակներում կարող են ուղիղ ներգործություն ունենալ, չխաթարելով տիմերի անկախությունը։ Եվ ահա մենք մոտ 1 տասնյակ համայնքներում հասանք մարզպետերի աշխատակազմերին արված մեր առաջարկների արդյունքում հասանք աճուրդների չեղարկմանը եւ ձեր ասացի տրամաբանության մեջ հիմա մենք շարունակում ենք վերահսկողությունը 1.5 ամսից ամփոփ տեղեկատվություն կունենանք վերջին 3 տարիների ընթացքում հողային աճուրդների տենդենսների, միջին գների եւ շուկայական գների միջև հարաբերության։ Այդ սալդոն ցավոք բազմապատիկ անգամ բացասական լինելու արդեն նախնական կարող եմ զեկուցել։ Շնորհակալություն։ Համեցեք, պարոն Գևորգ։ Շնորհակալ եմ, Մեծարգո վարչապետ, մենք պետական գույքի եւ համայնքային գույքի շուկան ուսումնասիրել ենք եւ առաջարկը հետեւյալն է, որպեսզի մրցակցություն լինի եւ ձևական աճուրդ չլինի, որ մի լինի պլատֆորմ, որտեղ բոլոր գույքերի թե օտարումը թե վարձակալությունը պետք է այդ պլատֆորմ լինի, կարծում եմ դեպքում բոլորը կիմանան այդ պլատֆորմի տեղը, պետական գույքը արդեն կարծես թե արդյունավետ այդ ոլորտում աշխատում է։ Երկրորդ կարևոր հարցը, երբ որ վարձով ենք տալի երկար ժամկետում, ստեղ ինֆլյացիան պետք է հաշվի, որտեղ մենակ դուք վաճառք եք նայում, եթե հիմա տեսնենք նույնիսկ վարձակալությամբ տրված գույքեր կան, որոնց վարձավճարը ուղղակի ծիծաղելի է, բոլոր համայնքներում է դա տենց, եւ այդ մեկ միասնական պլատֆորմի գաղափարի ներքո է պետք է բոլոր հարցերը լուծել։ Այնտեղ համ գինը կլինի վարձակալության գինը, համ աճուրդի դրված գույքը ու ստեղ նաեւ հենց դրսի մոդելով, որպեսզի նույնիսկ գնալու ենք նրան, որ հետո մասնավոր իր գույքը վաճառելուց պետք է հրապարակի պլատֆորմում այդ գույքը, որպեսզի այնտեղ ձևավորվի շուկայական գին, նույն Միացյալ Նահանգներում այդ համակարգը կիրառվում է, եւ միայն դրանից հետո մարդը կարողանա այդ գույքը վաճառել։ Այսինքն շուկան հենց ձևավորվում է առաջարկ պահանջարկի հիման վրա, մենք այդ գաղափարն ենք առաջարկել։ Շատ լավ, պարոն Խուդայցյան, հարցը ինչքան հասկացանք հրատապա եւ պետքա այստեղ շատ կոնկրետ միջոցներ ձեռնարկել։ Առաջինը նախ նեգատիվ այդ process-ները մի հատ կանգնացնել, երկրորդն էլ հասկանալ հրատապության ռեժիմով ինչ օրենսդրական փոփոխություններ են գանում, որպեսզի այս խնդիրը լուծվի։ Ան վարչապետ պիտի ավելացնեմ գործընկերների ասվածին, որ
մի անգամ համանման փոփոխություն արդեն արել են 2018-19 թվերի կարգավորումներով թույլ էր տալիս անշարժ գույքը վաճառել, հողամասը վաճառել կադաստրային արժեքի կեսի չափով նույնիսկ, այդ սահմանափակումը հանվեց եւ հիմա գործող կարգավորումով կադաստրային արժեքից ոչ պակաս, այլ հարց է, որ գյուղատնտեսական հողերի վերագնահատում չկատարելու պատճառով կադաստրային արժեքները որոշ տեղերում շատ քիչ են։ Պետք է ավելացնեմ նաև, որ աճուրդ կատեգորիայի հողերի վաճառքը օրենքով արգելված է եւ այդպիսի հողեր չենք վաճառում, դրանք երկարաժամկետ վարձակալության կարող են տրվել, իսկ վարձակալության պայմանները ելի մրցույթային պայմաններ են եւ պետական գույքի կառավարման կոմիտեն արդեն առաջարկությամբ դիմել է տկենին եւ տկենը համայնքներին ուրեմն հանձնարարել է բոլոր շարժական գույքերի մասով վաճառք իրականացնել միասնական պորտալով, այն նույն պորտալով, որով հիմա պետական գույքի կառավարման կոմիտեն շարժական գույք է վաճառում, այնպես որ շարժական գույքի մասով այս խնդիրը կարծում լուծվող խնդիր է եւ ձևական աճուրդների մասով ունենք հետեւյալ պատկերը Երևանամերձ հատվածներում ամբողջովին այլ պատկեր է, այստեղ ունենք վաճառված տնամերձեր, որոնք մի քանի տասնյակ միլիոն դրամով են վաճառվում, 400 քառակուսի մետր հողատարածքը, գյուղական բնակավայրերում էլ երկու ձևի խնդիրներ ունենք, առաջինը ցածր մասնակցությունն է, այնուամենայնիվ մենք ունենք հողեր, որոնք հայտարարում ենք վաճառքի եւ այդ հողերի մրցույթային գործընթացներին նույնիսկ մարդիկ չեն մոտենում եւ չեն մասնակցում իսկ մնացած դիտարկումները ընդունելի են հրատապության ռեժիմով պիտի աշխատեն կադաստրային արժեքից ոչ պակաս պայմանը փոխել եւ մոտ շուկայական արժեքին մոտարկված արժեք վերցնել այստեղ որոշակի խնդիրներ կառաջանան փոքր գույքերի գնահատման մասով որտեվ 400 քառակուսի մետր գյուղատնտեսական հողի կամ գյուղատնտեսական հողի գնահատումը բավական թանկ է Եվ դա էլ կավելացնի վաճառվող գույքի ուրեմն արժեքը, բայց դիտարկումները ընդունելի ենք աշխատենք այդ ուղղությամբ։